մեծ հաճույքով փորձեմ պատասխանել ձեր հարցերին։ Եվ այսպես մետոդաբանության մասին 601 հարցում է իրականացել, հեռախոսային հարցումներ, ընտրանքային սխալը 3.8% եւ ժամանակահատվածը ուշադիր եղեք 19-ից 23-ը հունվար 2026 թվականին, այսինքն միջև այս վերջին առատ ձյունը, որ տեղած մեր մայրաքաղաքում։ Ավելի մանրամասն մետոդաբանության մասին ներկայացված է, ես նյութը տալու եմ ձեզ, կարող եք ծանոթանալ։ Եվ այսպես անցնենք հարցերին։ Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում։ Այստեղ 3 տարվա ցուցանիշներն են բերված եւ 25 թվականն է ես միայն նշեմ, 14.1%-ը նշել է լիովին դրական, ավելի շուտ դրական նշել է 35.4%-ը եւ 20.8%-ը նշել է ավելի շուտ բացասական եւ 19%-ը նշել է ընդհանրապես բացասական։ Մենք տեսնում ենք, որ դրական տիրույթում շուրջ 50% է գնահատել Երևան քաղաքի այս վերջին 1 տարվա փոփոխությունները, նաեւ կան համեմատականներ, եթե մենք համեմատում ենք անցած տարվա ցուցանիշի հետ, այդքան տարբերություններ չկան։ Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները, այստեղ մի քանի պատասխան կարող էին տալ մեր քաղաքացիները եւ թվեմ ըստ կարևորության, 29.6%-ը նշել է օդի աղտոտվածության խնդիրը եւ բնապահպանական խնդիրներ, կարծում եմ շատ համահունչ է, ինչ վերջի 1 տարվա ընթացքում բավականին շատ արծարծվել է այս խնդիրը, խցանումներ նշել են 26.5%-ը, ճանապարհների վատ վիճակ 22.6% են նշել, աղբանության խնդիր 16.3% եւ հասարակական տրանսպորտի խնդիրներ 15%։ Ավելի նվաղ ցուցանիշներ կան 8.7%-ը ձնամաքրման աշխատանքներ եւ բանկություն 7.8%, գնաճ ինֆլյացիա 6% եւ տրանսպորտի նոր վճարման համակարգի խնդիրներ 4.7% են նշել, ապօրինի շինարարություն 4.2% եւ հանցագործության աճ 3.7%։ Ավելի մանրամասն, ավելի նվազագույն ցուցանիշները կարող եք ծանոթանալ, չեմ ուզում ձեր ժամանակը վանել։ Դրական փոփոխություններ ծրագրեր, որոնք իրականացվել են Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին 1 տարվա ընթացքում։ Եվս մի քանի պատասխան կարող են նշել, 17%-ը նշել է նոր ավտոբուսների ներմուծում, նոր տրանսպորտային համակարգ, սա այն դրական փոփոխություններն են, որոնք նկատել են մեր քաղաքացիները։ Ասֆալտապատրոն 12.1% է նշել, աղբանության կազմակերպում 10.6%, բակերի բարեկարգում 10.1%, այգիների բարեկարգում 8.7% եւ կանաչապատ տարածքների ավելացումը 7.7% է նշել։ Խաղահրապարակների կառուցում 6.5% եւ քաղաքի տեսքի բարեկարգում գեղեցկացում 5.5%։ Մենք ունենք նաև 26.6%, որը նշել է, որ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել դրական։ Բայց ամեն դեպքում այն ցուցանիշները, որ կա, կարող եք ծանոթանալ։ Ինչպիսի միջոցառումներ կցանկանայիք, որպեսզի իրականացվեին քաղաքային իշխանության կողմից, եւս մի քանի պատասխան են։ 52%-ը նշել է, որ կանաչապատ տարածքների ավելացում, սա շատ համահունչ է հիմնախնդիրների հետ, որ նշեցինք, առաջի տեղում մեր օդի աղտոտվածության եւ էկոլոգիայի խնդիրները, այստեղ տեսնում ենք մեր քաղաքացիները խնդրում են, որպեսզի ավելացվեն կանաչապատ տարածքներ։ 32.9%-ը նշել է մանկական միջոցառումների իրականացում, 31.6%-ը նշել է մանկության կազմակերպում, շաբաթօրյակների անցկացում եւ խաղահրապարակների կառուցում նշել է 30%-ը։ Մշակութային ծրագրերի իրականացում նշել է 25.1% եւ սպորտային ծրագրերի իրականացում 20.1%։ 2025 թվականին